Երեք ավարտվել տեղական ինքնակառավարման ընտրությունների երկրորդ փուլը եւ այսօր Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությունն ամփոփեց այդ ընթացքում իրականացած դիտորդության արդյունքները։ Այսօր հետքի սրահում հյուրընկալել ենք Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Անրի Ֆերարին եւ Ֆրանսիայի կենտրոն ռեգիոնի փոխնախագահ Մարի Մադլեն Միալոտին ուրախ ենք մենք սրահում ձեզ տեսնելու համար։ Enchanté de vous voir. Bonsoir. Dans notre studio. Առաջին հարցս պատվիրակության ղեկավարին։ La première question est pour le chef de la délégation. Եվրոպայում ինչ չափանիշներով է բնակչությունն ընտրում տեղական ինքնակառավարման ղեկավարին եւ ավականում։ Quels sont les critères en Europe pour élire le maire de commune et le conseil municipal? Եվ այդ իմաստով Հայաստանում տեղ ունեցած ընտրություններից ինչ տպավորություն եք ստացել, որոնք էին այստեղ գործող չափանիշները։ Et à cet égard, quelles sont vos impressions des élections locales qui viennent de se dérouler? Quels étaient les critères en jeu ici? Les élections municipales sont différentes en Europe, mais varient aussi en Europe d'un pays à un autre. Թիմ ընտրությունները Եվրոպայում շատ տարբեր են եւ պիտի ասել, որ նրանք տարբեր են նաեւ մի երկրից մյուսը։ Je vous parlerai que des élections municipales dans les communes de France, puisque je suis un maire d'une de ces communes. Ես ավելի շուտ կխոսեմ Ֆրանսիայի համայնքների ընտրությունների մասին, որովհետեւ ես ինքս համայնքի ղեկավար եմ։ L'élection se prépare préalablement par la composition, l'élaboration d'une liste municipale composée d'un futur candidat qui sera le maire et d'un certain nombre de conseillers. Et la liste, s'il y a 11 sièges à pourvoir, devra composer de 11 personnes. Նախապես ընտրություններից առաջ նախապատրաստվում է ընտրացուցակ եւ ապագա այդ ընտրացուցակում նշվում է ապագա համայնքապետի անունը եւ եթե ապագայում պետք է ավականու անդամների թիվը լինի 11, ապա ցուցակում եւս լինում է 11 անուն։ Nous évitons lors de la composition d'une liste de se lancer dans un combat politique. Mais cela peut arriver entre une liste de gauche et une liste de droite. Donc nous nous efforçons dans des communes moyennes et petites de composer une liste plutôt d'intérêt de la collectivité, peu importe l'appellation. Այդ ցուցակի կազմման ժամանակ եւ քաղաքական այսպես մրցակցություն եւ պայքար տեղի չի ունենում եւ եթե խոսքը գնում է միջին եւ փոքր համայնքների մասին փորձում ենք կազմել ցուցակ, որը այսպես կոչվում է համայնքային շահերից բխող ցուցակ։ Mais nous devons dire qu'en Europe, ce modèle n'est pas le seul modèle. C'est-à-dire qu'on peut avoir effectivement une élection du maire qui est totalement séparée d'une élection du conseil municipal, dans d'autres pays du Conseil de l'Europe aujourd'hui. Սակայն Եվրոպայի այլ երկրներում, Եվրախորհրդի անդամ այլ երկրներում իրավիճակը այլ է, կարող է առանցին տեղի ունենա համայնքապետի ընտրություն եւ առանցին ավականու ընտրություն։ Et notre référence commune au Congrès des pouvoirs locaux auquel nous appartenons, c'est que nous adhérons à la charte de l'autonomie locale et régionale. Cette charte définit un certain nombre de principes pour être une collectivité démocratique. Et notamment, l'exemple que nous citions, que mon ami donc Henri citait, l'élection au suffrage universel direct du maire et du conseil municipal. Et c'est donc ce modèle-là que l'Arménie a pris puisqu'il a adhéré à la charte de l'autonomie locale. Մեր հիմնական սկզբունքը ելնում է Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի խարտիայից, որին անդամակցել է նաեւ Հայաստանը, եւ այդ խարտիայի համաձայն համայնքը պետք է կազմավորվի ժողովրդավարական սկզբունքներով։ Ահա այս սկզբունքին, ժողովրդավարական սկզբունքին է համապատասխանում ընտրությունները եւ պիտի ասել, որ Հայաստանը նույնպես անդամակցել է, հետեւաբար Հայաստանում ընտրությունները հենց այս ընդհանուր
սկզբունքով են կազմակերպվում։ Lors de l'élection, lors de la préparation de l'élection, nous avons composé une liste de 11 membres. J'ai choisi des conseillers selon les zones géographiques de la commune et parallèlement, j'ai essayé de choisir aussi certaines compétences telles que l'informatique ou la gestion de la trésorerie de la commune. Et troisième élément, j'ai fait en sorte d'associer toutes les composantes politiques de la commune et j'ai une liste mixte composée moitié de femmes, moitié d'hommes, de sensibilités politiques différentes qui se sont regroupées sur un ensemble de thèmes que nous avons présentés à la population. Ուրեմն Ֆրանսիայում ընտրական ցուցակը կազմելիս ես փորձել եմ ուրեմն ընդգրկել այդ ցուցակում 11 հոգի տարբեր քաղաքական ուղղվածություններ ունեցող, հաշվի առնելով նաև աշխարհագրական գոտիները, եւ փորձել եմ նաև մասնագիտական նրանց մասնագիտական հմտությունները հաշվի առնել, այսինքն եւ համակարգչային գիտելիքների տիրապետում կամ ֆինանսական գիտելիքների տիրապետում, երրորդը նաեւ հաշվի եմ առել, որ ցուցակում տեղ գտնեն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ցուցակի կեսը ներկայացված են կանայք եւ կեսը տղամարդիկ, ու այդ ցուցակով ընդգրկված մարդիկ ուրեմն կենտրոնանում են մի շարք թեմաների շուրջ, որոնք հետաքրքրում են համայնքին։ Je voudrais ajouter une grande différence avec le système arménien, c'est que nous n'avons qu'une élection en ce qui concerne ma commune, de 11 conseillers, et puis dans la semaine, lorsque cette liste est élue, dans la semaine qui suit, nous procédons à l'élection du maire. Ի տարբերություն Հայաստանի, ուրեմն մեզ մոտ ուրեմն մեկ ընտրություն է լինում, այդ 11 ավականու անդամների ընտրություն է լինում եւ ընտրության հաջորդող շաբաթ տեղի ունենում քաղաքապետի կամ գյուղապետի ընտրությունը։ Այո, c'est-à-dire c'est le conseil municipal qui élit le maire de commune. C'est le conseil municipal, sont les 11 qui choisissent celui qui va piloter, gérer la commune pendant la durée de mandat. Mais qui sur la liste était le tête de liste, normalement qui est celui qui est le tête de liste. Mais on a vu parfois des exceptions, c'est-à-dire que celui qui a mené la liste, au dernier moment dit je ne, pour des raisons personnelles ou maladie, je ne serai pas le maire. À ce moment-là, c'est quelqu'un d'autre qui se présente. Mais normalement, la population qui vote connaît celui qui sera maire. Voilà. Սովորաբար ցուցակում նա հենց առաջի տեղն է զբաղեցնում, բայց երբեմն պատահում է բացառություններով, երբ անձնական նկատառումներով կամ այլ անձը ընտրվելուց հետո հրաժարվում է ղեկավարել համայնքը եւ այդ դեպքում արդեն այլ ընտրություն է կատարում եւ ընդհանրապես բնակչությունը արդեն ցուցակի առաջին համարից գիտի, թե ով է լինելու ապագա համայնքապետը։ Բնակչությունը նրանց որ արժանինքների համար է քվեարկում։ Quelles sont les qualités de ces personnes qui font qu'ils sont élus par la population? On essaie de choisir pendant le mois, 2 mois ou 3 mois avant l'équipe qui va essayer de gagner les élections. Երկու-երեք ամիս ընտրություններից առաջ փորձում են ընտրել այնպիսի կազմ, որը ի վիճակի է հաղթել ընտրությունները։ Dans les grandes villes, c'est une démarche beaucoup plus longue et plus ou moins encadrée par les partis politiques. Մեծ քաղաքներում դա շատ ավելի երկար է տևում եւ քաղաքական կուսակցությունների կողմից ավելի մեծ ներգրավվածություն է լինում։ Mais même dans les grandes villes, il y a toujours eu ce souci, même si la présence des partis politiques est plus forte dans les grandes villes et les villes moyennes, il y a toujours ce souci d'associer des gens qui ne sont pas d'un parti politique et l'on dit qu'ils sont issus de la société civile. Moi, par exemple, je suis entrée dans la vie politique d'une grande ville de 150 000 habitants parce que j'ai dirigé une association qui s'occupait de personnes handicapées. Et on m'a proposé de venir. Եվ նույնիսկ մեծ քաղաքներում նույնպես փորձում են այդքան չներգրավել քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, այլ ավելի շուտ
քաղաքացիական հասարակության անդամների։ Օրինակ ես քաղաքականություն եմ մուտք գործել բավականին մեծ քաղաքում 150,000 բնակիչ ունեցող եւ այդ ժամանակ ես հասարակական կազմակերպություն էի ղեկավարում, որը զբաղվում էր հաշմանդամների խնդիրներով։ Pour ma commune de 500 habitants, j'ai choisi en vue du premier adjoint, c'est-à-dire de mon remplaçant éventuel, j'ai choisi un ancien gendarme. Il habite le village et il est capable de répondre à la gestion du quotidien, à tous les petits problèmes qui arrivent dans une commune. Իմ 500 բնակիչ ունեցող համայնքում եւ որպես իմ առաջին տեղակալ, այսինքն իմ փոխարինող եմ ընտրել մի նախկին ժանդարմի, որը հենց համայնքի բնակիչ է եւ շատ լավ ծանոթ է համայնքի կյանքին եւ կարող է ամենօրյա կյանքում ղեկավարել այդ համայնքը։ Le deuxième adjoint est chargé des travaux parce qu'il a conduit durant sa carrière, il est à la retraite dans bon nombre de chantiers. Երկրորդ տեղակալը զբաղվում է ավելի շինարարական հարցերով, որովհետև իր աշխատանքային գործունեության ընթացքում, քանի որ ներկայումս ինքը թոշակառու է, նա հենց շինարար է եղել։ Լավ հաջորդ ձեր կարծիքով Հայաստանում տեղի ունեցող ընտրությունները բավարար չափով ուշադրության արժանացան քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների կողմից եւ ինչպես կգնահատեք տեղական դիտորդական կազմակերպությունների գործունեությունը այս ընտրություններում։ D'après vous, est-ce que les élections locales en Arménie ont suscité l'intérêt suffisant de la société civile et des médias? Et d'après vous, comment apprécieriez-vous le travail des observateurs locaux? Alors, je crois qu'il faut dire que si l'on regarde donc, le système arménien, donc, distingue l'élection du maire de l'élection du conseil municipal. C'est déjà une grande différence avec ce que mon collègue vous a présenté. La deuxième chose, c'est que nous nous sommes trouvés, et les partis politiques que nous avons rencontrés nous l'ont expliqué, nous nous sommes trouvés devant des listes où les partis politiques étaient quasiment absents. Quelquefois, il y en avait un, et tous les autres étaient des candidats qui s'intitulaient indépendants, sans que d'autres informations sur leur qualité soient fournies. Or, nous avons l'habitude, nous, d'avoir des textes qui présentent qui sont les personnes, c'est-à-dire pas le bulletin de vote lui-même, mais avant, on aura un document qui va dire qui sont les personnes, telles que Henri, par exemple, les a expliquées. On va dire, c'est une femme qui a tel âge et qui a exercé telle fonction dans les associations, tel métier, voilà. Հայաստանի տարբերությունն այն է, որ նախ համայնքապետի ընտրության օրը տարբերվում է ավականու ընտրությունից, երբեմն դրանք կարող են տարբեր օրեր տեղի ունենալ, եւ երկրորդը ցուցակներում շատ հաճախ տվյալ անձի տեխնացուի կուսակցական պատկանելությունը բացակայում է եւ մեծ մասամբ նրանք ներկայացված են որպես ինքնառաջադրված եւ անկախ տեխնացուներ, սակայն դա ոչինչ չի ասում նրանց մասին, ինչպես Անդրին ասաց, իրենք նախապես մինչև ընտրությունները պատրաստում են համապատասխան բուկլետներ կամ ինչ-որ նյութեր, որոնք խոսում են մարդու անցած ուղու մասին, ասենք ասում են, որ նա աշխատել է այսինչ ոլորտում, այսինչ մասնագիտություն ունի եւ այլն։ On essaie de composer donc la liste avec des personnes relativement qualifiées. Եվ փորձում ենք ցուցակը կազմել համեմատաբար որակյալ անձանցով։ Par contre, là où on a de grosses différences avec vous, c'est mon camarade qui l'a présenté, c'est aussi dans la durée du mandat. Ici, les maires sont élus pour 4 ans, nous, c'est 6 ans. Մի մեծ տարբերություն կա Ֆրանսիայի համեմատ, դա լիազորությունների ժամկետն է, տևողությունն է, ձեզ մոտ համանքապետը 4 տարով է ընտրվում, մեզ մոտ 6 տարով։ Et si par hasard, ce qui arrive, parce que c'est dans la nature des choses, un maire est obligé d'abandonner, soit pour des problèmes de santé, parce qu'il meurt, ou parce qu'il a des ennuis ou qu'il s'en va, on réélit un conseiller municipal dans l'ensemble de la commune pour recompléter le conseil municipal, et le maire qui vient d'être élu termine le mandat. Autrement dit, si un premier maire ne fait que 2 ans, le successeur fera 4 ans. Et au bout de 6 ans, on recommence, on remet tout à zéro.
Եվ ասենք, եթե այս կամ այն պատճառով ընտրված քաղաքապետը, համայնքապետը այլևս չի աշխատում, այդ դեպքում նոր ընտրվածը ոչ թե դարձյալ 6 տարով է ընտրվում, այլ այն ժամկետով, որ ժամկետը մնացել էր նախորդին, արդեն բաց էր մնացել այսպես է կատարվում։ Իրենք տեղամասերում դիտորդություն իրականացնելուց արդյոք հանդիպել են տեղական դիտորդական կազմակերպությունների եւ ինչպես կգնահատեն նրանց գործունեությունը։ Lors de votre mission d'observation sur les bureaux de vote, est-ce que vous avez rencontré aussi des représentants des organisations d'observation locales et comment est-ce que vous apprécieriez leur travail? Alors, sur le bureau de vote, nous n'avons pas rencontré d'autres observateurs locaux, mais nous avons regardé dans les cahiers qui figuraient les registres officiels, et donc nous avons vu que dans quelques bureaux où nous sommes passés, des représentants d'ONG étaient passés avant nous, puisque notre passage est inscrit sur un cahier, comme celle des ONG. Il y avait aussi des médias qui étaient passés. J'allais dire que c'était les 3 catégories qui étaient présentes dans certains bureaux. Dans d'autres, qui étaient majoritaires, nous étions seuls à venir dans ces villages, dans les bureaux de vote. Բուն ընտրատեղամասերում չենք հանդիպել, սակայն այն գրանցամատյանում, որտեղ բոլոր դիտորդները պետք է գրանցվեն, տեսել ենք, որ եղել են տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք մեզնից առաջ եղել են այնտեղ։ Ինչպիսի խախտումներ են արձանագրել իրենք այն տեղամասերում, որտեղ Quel type d'irrégularité avez-vous relevé dans les bureaux de vote où vous êtes passé? Alors peut-être qu'il faut préciser le rôle de notre observation, c'est que nous sommes une mission d'observation et pas de contrôle. C'est-à-dire que nous voyons un certain nombre de choses, nous pouvons poser beaucoup de questions aux membres de la commission électorale ou aux personnes qui sont dans la salle, mais nous ne sommes pas une commission de contrôle ou de recours, ça n'est pas notre rôle. Մի բան պետք է ճշտել, մենք դիտորդական կազմակերպություն ենք եւ ոչ թե վերահսկող, այսինքն կարող ենք շատ հարցեր ուղղել եւ այնտեղ ներկաներին եւ հանձնաժողովի անդամներին, բայց չենք կարող վերահսկել նրանց աշխատանքը կամ որևէ դիտողություն անել։ Je dirais que la première observation forte, je l'ai déjà citée mais on va y revenir, c'est la question pourquoi y a-t-il autant de candidats indépendants ou question sous-jacente, pourquoi les partis politiques ne se sont pas engagés à soutenir des élections dans les élections locales. Եվ առաջին դիտարկումը, որ ուզում եմ անել, արդեն ասացի այդ մասին, թե ինչու են այդքան շատ մեծ թվով անկախ տեխնացուներ առաջադրված եւ ինչու կուսակցությունները օրինակ հանդես չեն գալիս այս կամ այն տեխնացուի պաշտպանությամբ։ Իրենց կարծիքով որտեղից է սկսվում պետության կայացումը։ D'après vous, d'où commence un État, d'où commence le fonctionnement d'un État démocratique. Եվ շարունակելու միտքս ակնեմ, որ այսօր իրենց տալած հայտարարության մեջ մամուլի արստուբիսի ժամանակ այսպեսին հետաքրքիր միտք էին արտահայտել, որը քիչ առաջ եկին գտեցի, քաղաքական կուսակցություններին անհրաժեշտ կարևորություն չեն տալիս տեղական մակարդակում կառավարման ու ժողովրդավարությանը։ Dans le communiqué de presse que vous avez lancé aujourd'hui, il y avait une idée très intéressante, c'est que les partis politiques ne s'engageaient pas suffisamment dans les élections locales pour la gestion démocratique sur le plan local. C'est une observation que nous faisons, oui, parce que nous avons l'habitude, en France notamment, d'un engagement des partis politiques, mais même quand on organise une élection municipale, c'est quand même une démarche politique. Là, nous trouvons des hommes, quelquefois des femmes, pas assez d'ailleurs, il n'y a pas assez de femmes parmi ces candidats, et il n'y a pas cette volonté, ou du moins pour le moment, cette volonté de faire une démarche globale politique dans la commune. On regroupe des individualités qui n'ont pas forcément un programme politique pour développer, pour faire avancer la commune.
Այո, մենք կարծում ենք, որ իսկապես այդ գործընթացը նաև տեղական ինքնակառավարման գործընթացը դա քաղաքական գործընթաց է եւ հետեւաբար այստեղ մենք տեսանք, որ կան տղամարդիկ եւ ընդ որում նաև կանայք, բայց շատ քիչ, պիտի ասեմ, որոնք կարող է անհատականություններ են եւ այլն, բայց նրանց հետեւում չի երևում քաղաքական ծրագիրը, այդ իսկ դա շատ կարեւոր է։ La gestion politique d'une commune en France, c'est le problème de l'école, de la scolarisation des enfants. Est-ce que l'école nécessite des travaux? Est-ce qu'il faut créer une classe parce qu'il y a plus d'enfants? Il y a la question des personnes âgées. Est-ce qu'il faut un service qui va les aider ou est-ce que ce service va se trouver dans la ville voisine? La question des routes de la commune, vous voyez, des sujets qui sont la vie quotidienne des personnes qui habitent la commune. L'eau, l'assainissement, vous pouvez rajouter l'eau, l'assainissement, on est très à cheval. Par exemple, l'accès des handicapés à l'heure actuelle est un cheval de bataille des différents gouvernements de droite ou de gauche. C'est un ensemble de problèmes sur lesquels, effectivement, l'équipe municipale va se concentrer et, fonction de ses moyens financiers, eh bien, mener une action plus ou moins importante sur tel et tel secteur. Ինչ է քաղաքական կառավարումը համայնքի։ Դա, ասենք, դպրոցն է, արդյոք դպրոցում պետք է վերանորոգման աշխատանքներ կատարվեն, արդյոք դպրոցը կարիք ունի նոր դասարաններ բացելու, տարեց մարդիկ են, այն ծառայությունները, որ մատուցում են տարեց մարդկանց, ճանապարհները համայնքային, ամենօրյա կյանքը, ինչպես նաև ջրամատակարարումը, մաքրությունը, աղբահանությունը, նաև հաշմանդամների համար մատչելի ճանապարհները եւ այլն։ Այս թեմաներն են, որոնք հետաքրքրում են եւ աճ եւ ձախ կառավարություններին եւ հենց ավականու թիմը կենտրոնանում է այս հարցերի լուծման վրա։ Եվ ամփոփելով մեր այսօրվա հանդիպումը մեկ անգամ գտնեմ հարին հարցը, որը սկզբում տվեցիք, որտեղից է սկսում իրենց պետության կայացումը, եւս մեկ նպատակ։ Et pour conclure encore une fois, je voudrais poser encore une fois la question que je viens de poser. D'où commence le fonctionnement de l'État? Pour nous, c'est la cellule de base, c'est la commune. Alors, effectivement, il peut y avoir des problèmes liés à des tailles petites de communes et depuis une trentaine d'années en France, il y a une marche de regroupement de communes de manière à être plus solidaire, plus fort, surtout à l'heure actuelle avec la crise, pour mieux gérer les fonds de la commune. Այդ բջիջը հիմնական ուրեմն միավորը այդ պետության համայնքն է։ Արդեն 30 տարի է, որ Ֆրանսիայում տեղի է ունենում այսպես համայնքների վերամիավորում, փոքր համայնքների մասին է խոսքը, որպեսզի համայնքները դառնան ավելի համերաշխ միասին, ավելի ուժեղ, մանավանդ ճգնաժամի ներկա պայմաններում, որպեսզի կարողանան ավելի լավ կառավարել միջոցները։ Alors je dirais que le gouvernement et l'État, la première chose qu'ils font, c'est de définir les moyens financiers que va avoir la collectivité. Et donc la commune en France, elle a deux ressources, elle a des impôts, une partie d'impôts qui lui sont directement affectés, et surtout une dotation de l'État qui représente une masse financière importante dans son budget. Առաջին բանը, որ անում է իշխանությունը, կառավարությունը, դա սահմանում է այն ֆինանսական միջոցները, որոնք անհրաժեշտ են համայնքին։ Համայնքը երկու աղբյուր ունի իր ֆինանսական միջոցների, առաջինը տեղական հարկերի մի մասն է, որ տնօրինում է համայնքը, եւ երկրորդը պետական միջոցները, սուբսիդավորումը, որը շատ կարեւոր տեղ է։ Et à cela s'ajoutent deux autres financements variables qui sont ceux qui arrivent du Conseil régional ou du Conseil général. Այս ֆինանսավորմանը Ֆրանսիայում ավելանում է երկու այլ ֆինանսավորում, որոնք գալիս են ռեգիոնալ խորհրդից եւ ընդհանուր խորհրդից, դա իրենց վարչատարածքային միավորների։ Mais sélectifs selon les dossiers. Բայց դրանք այսպես ընտրովի են կատարվում, նայած թե ինչպիսի ծրագիր է ներկայացված եղել։ On peut prendre un exemple, un conseil municipal pense qu'il est important pour sa population d'avoir une salle
culturelle, pour faire des manifestations, faire venir des artistes, des chanteurs, des comédiens. À ce moment-là, il va regarder ses finances et il va dire je peux financer à 20 ou 30%. Je peux faire un emprunt. Et puis je vais demander une subvention à une autre collectivité. Donc ça va être effectivement, moi j'appartiens à une région, donc la région à laquelle j'appartiens aide à la réalisation de salles culturelles dans les communes de son territoire. On va donner une subvention pour que la commune ait la vie plus facile. Sinon, la commune toute seule, ça va être très difficile pour elle de faire cette salle culturelle. Même exemple, si on fait une salle pour accueillir les fêtes avec les familles, c'est la même démarche. Ասենք համայնքը որոշում է, որ իրեն անհրաժեշտ է ինչ-որ հանդիսասրա զանազան միջոցառումների համար եւ մտածում է, թե ինչ միջոցներով կարող էինք կառուցել դա, ասենք իր սեփական միջոցներից կարող է ֆինանսավորել 20-30%-ի չափով, մտածում է, որ կարող է այդ դեպքում նաեւ պարկ վերցնել ուրիշ ասենք այլ մակարդակի ուրեմն իշխանություններից եւ ասենք սուբսիդիաներ է վերցնում այլ համայնքներից կամ այլ մակարդակից ինչպես իմ այն իշխանության նավինը, որ ես եմ ներկայացնում, որը ֆինանսավորվում է զանազան համայնքների, զանազան շինարարությունները, որովհետև փոքր համայնքները վիճակի չեն սեփական միջոցներով։ À cela peut s'ajouter, selon les zones géographiques, selon les dossiers des aides venant de l'Europe, notamment dans le secteur tourisme, il y a un développement très fort dans ce secteur, mais il y en a pas mal, dans la reconquête des friches minières, par exemple. Économique au sens large. Սրանք կարող են ավելանալ նաև ֆինանսական օգնություններ Եվրոպայից։ Եվրոպական կառույցները նույնպես օրինակ բազմաթիվ ներդրումներ են անում զբոսաշրջության մեջ, որը զարգացող ոլորտ է, ինչպես նաև նախկին արտադրական ձեռնարկությունների վերապրոֆիլավորման համար։ Ce qu'il faut préciser juste, c'est que toutes les décisions du conseil municipal et du maire sont publiques. Et par exemple, quand il y a un engagement financier pour construire un équipement culturel, dans le conseil municipal, on saura que la commune va mettre tant, la région va mettre tant, on va emprunter. Tout ça, en fait, est public et ce sont des décisions transparentes, connues de tous les habitants qui le souhaitent. Եվ մի բան հատկապես հարկավոր է շեշտել, որ այս բոլոր գործողությունները կատարում են միանգամայն թափանցիկ կերպով եւ հրապարակային, այսինքն անպայման հրապարակվում է, թե ինչ ծրագրեր ունի համայնքը, համայնքապետարանը եւ ինչ միջոցների հաշվին է իրականացվելու այդ ծրագիրը, այդ ամենը շատ թափանցիկ է։ Շատ շնորհակալություն մեր ուրերի մասնակցության համար։ Մենք նույնպես այն կարգին ենք, որ պետության զարգացումը սկսվում է համայնքի զարգացումից եւ այդ հարցում շատ կարեւոր դերակատարություն է իրապահված իրոք տեղական ինքնակառավարման ընտրություններին։ Հիշեցնեմ, որ հետքի սրահում այսօր ընկալել ենք Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելությանը, որոնք իրենց տպավորությունները մեզ հետ կիսեցին տեղական ինքնակառավարման ընտրությունների վերաբերյալ իրենց իրականացրած դիտորդական առաքելության պատկերը մեզ ներկայացրին։ Շնորհակալություն։